Օդային տագնապի ազդանշանները ամբողջ գիշեր չեն լռել Կիևում։ Պաշտոնական տվյալներով ռուսական հարվածների հետևանքով 12 մարդ է վիրավորվել։ Ավելի քան 450 անօդաչուներով ու 3 տասնյակ հրթիռներով են ռուսները հարձակվել։ Քաղաքում բնակելի շենքեր են հրդեհվել։ Կիևի արևելյան թաղամասերն առանց հոսանքի ու ջրի են մնացել։ Զապորոժիեում 7 տարեկան տղա է զոհվել։ Մոսկվան մեկնաբանելով հարվածները հայտարարել է, որ ի պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների թիրախավորել է էներգետիկ ենթակառուցվածքները։ Ջեռուցման սեզոնից առաջ քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներն են ռուսական հարվածների գլխավոր թիրախը։ Այս դաժանությանն ակնկալում ենք G20-ի արձագանքը բոլոր նրանցից, ովքեր իրենց ելույթներում խոսում են խաղաղության մասին, բայց ձեռնպահ են մնում իրական գործողություններից։ Լրագրողի հարցին Թրամփը պատասխանել է Օվալաձև աշխատասենյակում։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպմանը հայտարարելով, թե Պուտինի հետ համաձայնության գալու անհաջող փորձերից հետո մեծացրել է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Այո, մենք մեծացնում ենք ճնշումը։ Մենք միասին ենք մեծացնում այն։ ՆԱՏՕ-ն հիանալի աշխատանք է կատարում։ Մենք շատ զենք ենք վաճառում ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ դրա մեծ մասը գնում է Ուկրաինա։ Դա նրանց գործն է, բայց նրանք զենք են գնում Միացյալ Նահանգներից, իսկ մենք արտադրում ենք աշխարհի լավագույն զենքերը։ Սակայն ՆԱՏՕ-ի զենքերը դեռ չեն կարողանում կանգնեցնել ռուսներին ռուս-ուկրաինական օրեցօր մեծացող ռազմաճակատում։ Ռուսական բանակն առաջին անգամ 4-ից 5 կիլոմետր առաջ խաղացում է ունեցել նաև Միրնոգրադից դեպի արևելք։ Ռուսները առաջ են գնում Դնեպրոպետրովսկի եւ Զապորոժիեի մարզերում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության համաձայն Սումիի մարզի Ալեքսեևկայի եւ Վարաչինոյի շրջաններում ուկրաինացիները ջախջախվել են։ Զինուժի հիմնական մասը անհետ կորած է համարվում։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։